Կիրովի Ավիտեկ գործարանի վրա ուկրաինական օդուժի հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվել, 26-ը վիրավորվել, հայտնել է մարզպետը։ Ուկրաինական տելեգրամալիքները հայտնում են, որ գործարանին ուկրաինական ֆլամինգո հրթիռով են հարվածել։ Ուկրաինայի նախագահը պնդում է, որ գործարանը ռազմական տեխնիկայի բաղադրիչներ է մատակարարում Ռուսաստանի բանակին ու Եվրամիության, Միացյալ Նահանգների պատժամիջոցների ցանկում է։ Կիևը թիրախավորել է նաև Ալտբերիսի հերթական համալիրը Եկատերինբուրգում։ Ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել լոգիստիկ կենտրոնի մոտ գտնվող ավտոկայանատեղիում։ Ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով Բելգորոդի մարզում էլ վիրավորներ կան։ Մարզպետ Ալեքսանդր Շուվարևը հայտնել է, որ մարզի մի քանի օբյեկտներում հրդեհներ են բռնկվել։ Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հարձակման տակ է եղել նաև Ռոստովի մարզը։ Նահանգապետ Յուրի Սլյուսարը 5 վիրավորի մասին է հայտնել։ Կիևը հաստատում է, որ հարվածել է Ռոստովի, Սարատովի և Լուգանսկի մարզերին։ Ռոստովում խոշոր հրդեհ է բռնկվել, Սարատովում զինվորական զինանոց է վնասվել։ Զոհերի ու վիրավորների մասին Կիևն էլ է հայտնում։ Այս գիշեր Ուկրաինայի ՀՕՊ-ը ռուսական 1 հրթիռ ու 127 անօդաչու թռչող սարք է խոցել։ Մինչև լուսաբաց Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապի մի քանի ազդանշան է միացել։ Ուկրաինական կողմը Սումիի հյուսիսում 2 տղամարդու մահվան մասին ու Զապորոժիեում 1 վիրավորի մասին է հայտնել։ Ռուսական դրոնների հարձակման հետևանքով Սլավյանսկում 1 մարդ զոհվել, 2-ը վիրավորվել են, ըստ տեղական իշխանության։ Զելենսկին հայտարարել է, որ հետախուզական տվյալներ ունի, որ Ռուսաստանը նոր զանգվածային հարձակում է նախապատրաստում։ ՌԻԱ Նովոստիի տվյալով երկրորդ օրն անընդմեջ ռուսական բանակի թիրախում Օդեսայի, Նիկոլաևի և Իզմայիլի նավահանգիստներն են։ Մոսկվայի պնդմամբ այնտեղ ռազմական թիրախներ կան։ Կիևում այսօր սգո օր է։ Ուրբաթ ռուսական հրթիռային հարձակման հետևանքով մայրաքաղաքում 10 մարդ զոհվել է, մոտ 100-ը վիրավորվել։ Ուկրաինայի պաշտոնյաները հայտնել են, որ Դաշնության բալիստիկ հրթիռների թիրախում Կիևի մոտակայքում գտնվող պաշտպանական արդյունաբերության օբյեկտն է եղել, որտեղ նախօրեին Ուկրաինայի նախագահը ամերիկյան Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրող ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչների է հյուրընկալել։ Կիևին ռուսական հարվածներից հետո Եվրամիության դիվանագիտության պատասխանատու Կայա Կալասը հայտարարել է, որ նախատեսում է Եվրամիության երկրներին առաջարկել Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել։ Մոսկվա-Կիև փոխադարձ հարվածների ընթացքում Սպիտակ տունը հաստատել է, որ երեքշաբթի Վաշինգտոնում Թրամփ-Զելենսկի հանդիպում է սպասվում։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։